Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, ինձ քիչ առաջ ուղարկել են Ալի Խամենի ծնված 19 ապրիլի 1939 թվականի ծնվածի տվյալները։ Ես երկու արդեն կանխատեսում արդյունքների ժամանակ կարճ արեցի նախկին նախագահների, որովհետև ես ասեցի, հա, այս անձի տվյալները տային, քանի որ ասում են շատ հին ղեկավարի մասին էր խոսքը, այնտեղ ես նայեցի, նա մահացած չէր երևում։ Իսկ այս նորը Ալի Խամենի ծնված 19 ապրիլի 1939, որին ասում են մահացած է, հիմա մենք կաշխատենք եւ բոլորդ կարող եք այստեղ տեսնել, հես հետավյալը նոր են վերցրել, տեսնենք արդյոք ճիշտ են այն տվյալները, որ ասում են մահացել է Ալի Խամենի ծնված 19 ապրիլի 1939 թվականի ծնված։ Ինչ էներգիաներում է գտնվում ներկապահին Ալի Խամենի ծնված 19 ապրիլի 1939 թվականի ծնված ներկապահին։ Փակա ինֆորմացիա չկա։ Միգուցե շրջափակել են ինչ-որ բան ա եղել։ Ինչի հետ կա, ինչու է փակ ինֆորմացիան ցույց տուր, կա մի բան, որ չեք տեսնում։ Զենքի հետ կապ ունի։ Լավ, համենայն դեպս ցույց տուր Ալի այս անձի հետ կապված ինձ մոտ ցույց է տալիս աղջիկ, միգուցե թորնիկի հետ է կապված զենքի հետ։ Այստեղ երկու այո քարտեր ա։ Տեսնում եք, ինչ-որ աղջիկ թորնիկի հետ էլ կապ ունի, զենքի, սառը զենքի հետ կապ ունի։ Եկեք հարց ուղենք, արդյոք ողջ է Ալի Խամենին ծնված 19 ապրիլի 1939 թվականի ծնվածը ներկապահին։ Ամերիկան ինչ։ Նորից հարցնենք, այստեղ ինչ-որ Ամերիկայի մատխարն է, այստեղ երկու երրորդ ուժերի հետ կապ ունի, ինչ նկատի ունես։ Նախ տեսնենք, թող դուրս գա ինքը Ալի Խամենի 19 ապրիլը դուրս արի։ Դուրս եկավ, տեսնում։ Ինչ-որ գաղտնի գործողություն ա եղել ցույց տալիս, ցույց տուր ինձ որտեղ ես դու գտնվում ներկապահին Ալի Խամենի։ Չի ուզում ցույց տալ, փակում են ինֆորմացիան, սիրելի հետևորդներ, Ալի Խամենի ծնված 19 ապրիլի 1939 թվականի ծնվածը։ Արդյոք ողջ է հիմա։ Ստե ինֆորմացիան թաքցում, շատ մարդիկ ճշտում են։ Այսինքն ինչ նկատի ունեք, մահացել է թե ոչ Ալի Խամենի ծնված 19 ապրիլի 1939 թվականի ծնվածը մահացել է։ Ինֆորմացիա կա, որ թաքցում են մյուս տարոներով էլ աշխատենք, հիմա կիմանանք։ Յոպե սիրելի հետևորդ։
Ալի Խամենեի ծնված 19 ապրիլի 1939 թվականի ծնված, արդյոք ողջ է հիմա թե ոչ։ Էլի ժրիցան ժրիցայի կողքը, ինչ է կապ ունի գնալու հետ, ուր գնալու, ձիավոլ, սա խապուլիսային խաղը։ Կարոլ ժեզլովը դուրս է կա։ Մի րոպե սիրելի հետևորդներ, թե մի բան են չի։ Երկու ժրիցանա դուրս եկել, ձիավոլնա դուրս եկել։ Ալի Խամենեի ծնված 19 ապրիլի 1935 թվականի ծնվածը, ցույց տուր ինձ ժրիցա ողջը։ Սմերցը դուրս եկավ։ Ուրանիչսկի զենքը, նշանակետին փողը, սպանության մասին աստեղ խոսք, ինչ-որ բանով, հարցակման, տեսնում եք, անսպասելի է եղել, իսկ ձիավոլը, պլանավորած սպանության մասին ենք խոսում, լավ աշխատել են այդ ուղղությամբ, ուշադիր հաշվարկված սպանության մասին է խոսքը, որտեղ փորձել է պաշտպանվի, այստեղ թշնամու հետ կապ ունի, իսկ ընդհանրապես թշնամու հետ համագործակցել է Ալի Խամենեին, իր երկրում է մահացել ինքը, սպանության հետ կապ ունի առավոտյան քարտացույց տալիս Իրանում, իսկ եկեք հարցնենք իսկ որևիցե դավաճանության, իր երկրի հանդեպ դավաճանության հետ կապ ունի Ալի Խամենեին, հակառակ Ռուսաստանի հետ է կապ ունեցել, բայց ոչ դավաճանության, Ռուսաստանի քարտն է ջրհոսի եւ բավականին ինքը դավաճան չի, ստե դավաճանություն ես չեմ տեսնում, Ալի Խամենեին սպանել են հենց իր իսկ երկրում, ես այդպես եմ տեսնում, դա եղել է կուլիսների հետևում, շատ մարդիկ չեն տեսել, ցույց չեն տվել, վրեժի մասին է խոսքը, դատաստան, այո, եւ այստեղ էլի մահն է դուրս գալիս, Սիմյորկա Պենտակլի, թաղել են իրան, ստե ուժել կա իրա վրա գործադրած, եկեք նորից հարցնենք, արդյոք ողջ է Ալի Խամենեին, ծնված 19 ապրիլի 1939 թվականին, հեսա, քարտերը հողին հանձնել են, այդպես կարելի ասել, որովհետև կապ ունի սպանության հետ, ստե նրա վրա հարված նաև գլխին է եղել, ստե սպանության մասին ենք խոսում, շատ է պաշտպանվել, տեսնում եք, բոլորը հարցակվել են, իսկ ինքը փորձել է պաշտպանվել, կտրող ծակող գործիքի հետ կապ ունի կամ սա սպանություն է, իմ մոտ ունես տպավորությունն է, որ ինքնաթիռել է գալիս ստե ինֆո, զենք, կտրող, ծակող, գործիք, իրանց վիգդնի է եղել իրան սպանելը, խի աբիժնիկներն են եղել, չուզողները, հենց իրանք այդ պահին գրանիցայի, արտերկրի հետ կապ ունի,
հարմար պահ են ընտրել, արդեն իմացել են, թե ինչպես պետք է հարձակվեն այդ հարցերին լուծում տալ։ Դրա համար էլ ուղարկել են նույն աշխարհ։ Այ բավական ժոստկի է ցույց տալիս։ Տղամարդը շատ արագագործ է։ Դա եղել է Ամերիկայի որոշ։ Ես տեսնում եմ մահացած, ինքը ողջ չի։ Տեսնենք իսկ դրական պատասխանով հարցնենք։ Ալի Խամենի ծնված 19 ապրիլի 1939 թվականի ծնված։ Ներկապահին դու չես մահացել։ Նու թշնամուն է էլի ցույց տալիս, զենքը, պայքարը, պատերազմի ժամանակ եւ այստեղ սպանության մասին է խոսքը, հա, մտածել են շատ լավ է, ժոստկի է եղել մահը, իր համար անսպասելի, այստեղ թորնիկ երիտասարդ, կարող է թորնիկին էլ են իր սպանել, չգիտեմ, փոքր է, մեղա, ժերտվան է եղել, ինքն էլ է ժերտվա գնացը, բավական երիտասարդ թորնիկը, այստեղ ժերտվա է գնացել, հայտարակություն, այս կանը,